Ազգային ժողովում, եթե հետևում եք, հա, Այո, այն բանավեճը, որի ականատեսը մենք ենք, դա նախընտրական վարժանքներ են արդեն սկսվել, թե սովորական պրոցեդուրա է, որով անցնում են ընդդիմությունն ու իշխանությունը, ինչպես միշտ է եղել։ հմտության խնդիր կա։ Ես օրինակ երբեմն մտածում եմ, եթե բրենդի նշան լինի, ինչ բրենդ կարելի է դնել, ինչ նշան։ Ես կարծում եմ լեզվանիության։ Այն մեր ազգային ժողովը խորհրդանշական բավոր լինի, լեզու պետք է մի հատ լինի, երկկողմանի լեզվանիներ են, այսինքն դա խորք չունի, նրանք ուրիշ բան չեն էլ կարողանում անել, երկու կողմից էլ, այսինքն բանավիճող կողմերը, ես տեսեք նույնիսկ ընդդիմություն չեմ ասում, նախկին ու ներկան հմտացած են լեզվակռվի մեջ, դրա համար իմիջիալուց նախորդ նախագահներին, երբ որ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է, ասում է, եկեք դες լեզվակոխ անեմ, տեսնում են որակը, ասում են չէ, ակնհայտ է, որ կպարտվեն, բայց գործ չի արվում, դա օրակարգը չի, կվերադառնամ օրակարգին, ուրեմն նրանց հմտությունը հենց պարլամենտ բառը նրանք բառացի են հասկացել, հայերեն ավելի են խորհրդարան, սա խորհրդարան չի, սա զրուցարան է։ Այդ ճիշտ եք ասում, հասկանալի է, բայց զուգահեռաբար տեսեք ինչ է ծավալվում, որ ասում եք խորքային չի։ Ես ամեն օր հանդիպում եմ պետությանը վերադարձված գույքի գումարի հաղորդագրությունների։ Կապ ունի այդ մթնոլորտի։ Ձեր հարցին, դուք ինձ ուզում եք նորից բերեք ձեր հարցի պատասխանը ուզում եք ստանալ ինձանից։ Ուրեմն առաջինը հմտությունը մենք արդեն դա քննարկեցինք, երկրորդը ժամանակավրեպ նախընտրական կամպանիա։ Ինչու է ժամանակավրեպ։ Կհոգնենք մենք մի տարի, մենք իրենք չեն հոգնել, ինչ է եղել։ Չէ, իրենց հմտությունն է, դա իրենք արիստոկրատիա։ Այնքան բանկապետությանը վերադարձնելու ամեն Չէ, դա քննիչ, դա իրավական կողմ, մարդն ստանում ես բանտում փակում ես, ռեսուրսները վերցնում ես, պետ պատվերով փաստաբան ես տալիս։ Ռեսուրսները վերցնում ես, որ դու փաստաբանին վճարես պետությունը ու հարցը փակվում է։ Լավ, դա պետության օրակարգ է, թե այդ ուժերի քաղաքական օրակարգն է։ Պետության օրակարգը դա է։ Պետության օրակարգը ռեսուրսը եթե հայտարարվում է ապօրինի, թալան ասենք, ինչ ասենք, նո անհասկանալի, պետության համար անհասկանալի։ Թալանը միայն նախկինին չի վերաբերում, թե միայն նախկինին է վերաբերում։ Այսօր մատնացույց արվեց նաև արդեն գործողների հասցեին այդպեսի բան։ Հիմա չմոլորվենք հանկարծ այս Իհարկե, մենք ակնհայտորեն միամիտ ենք, բայց ոչ այդքան։ Չէ՞։ Մեր միամտությունը թվացial է որոշ իմաստով, հաջորդ իշխանությունը դա բանով է, հետադարձ հայացքի բանն է սա, ինքնակնդատությունը սահման ունի, ինքնասպանություն չի դա։ Սրանք իհարկե սանիտարական միջոցառումներ անցկացնում են, սանիտարական հատում։ Դա կոչվում է սանիտարական հատում, երբ որ իշխանության մի թևը մյուս թևին մանավանդ սահմանադրություն չի ենթադրում դա։ Իմիջիալից մեր սահմանադրությունը հակակշիռներ չունի։ Դատական իշխանությունը, գործադեր եւ օրենսդիրը իրար հավասարակշռող եւ հակակշռող չեն։ Մի ուղղահայացք կա, վերևից ներքև չկա այդ իրավական պետության ինստիտուտները չեն գործում։ Ուրեմն սա սանիտարական հատում է, նորից եմ ասում, լեզվի խնդիր է, այսինքն քարոզչություն, պրոպագանդիստական ակցիա է։ Եվ ուրեմն եթե ես վերջապես պատասխանեմ ձեր հարցին, նախընտրական իրենք անհանգստացած են նախընտրական կամպանիա, իրենք իրենց վարկանիշը տեսնում են, մենք չգիտենք, մենք այդպիսի հնարավորություն նկատի ունենք բոլորին, երկկողմանի, հները եւ նորերը, նրանք տեսնում են իրենց վարկանիշը, երկրում էլ ուրիշ ուժ չկա, այսինքն այո, պայմաններ չկան, իրենք այնպես արեցին, որ նոր հեղափոխություն կարող է լինել, ճիշտ այնպես, եթե ժամանակին Հանրապետական կուսակցությունը եւ իր դաշնակիցները
պայմաններ ստեղծեին, քաղաքական գործիքներ ձևավորեին, քաղաքական կուսակցությունների միջոցով այլընտրանքային ծրագրեր զարգացման մշակվեր ու իրենք հանձնեին գնային մնալով։ Ինչպես աշխարհում ընդունված է հանրապետականներ եւ դեմոկրատներ։ Ամերիկայում կամ աշխարհում կան մարդիկ իրար էստաֆետայով փոխում են իրար։ Մերոնք չարեցին, ուզեցին յուրացնել իշխանությունը։ Այ մնալ կոմկուս։ Հա, կամ մանա ցակումով էլ կոմկուսից էին։ Չէ, ինչու, բայց Բարգավաճ ստեղծվեց, օրինաց ստեղծվեց, ազգային միաբանություն ստեղծվեց, հա, Չեռնամիրդինի բանաձևը ինչ ուզում եք անեք կոմկուս է ստացվում, որովհետև ուրիշ բան չգիտեին նրանք անել։ Կային մարդիկ, որոնք որ կարող էին դանել, բայց նրանք լուսանցքում էին։ Ուրեմն փորձ այ նույնիսկ մեր սխալի վրա մենք չսովորեցինք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հեղափոխություն է պատրաստում, հաջորդ դատավարություններն է պատրաստում։ Այն ինչ որ հիմա ինքն է անում, անելու են իր հետ։ Քրիստոնեական բան է, արա ինչ որ կուզես որ քեզ չանեն։ Ուրեմն պետք է քաղաքական կուսակցությունները մրցակցային հավասար պայմաններ ունենան։ Մեր մոտ դա բացակայում է։ Մենք ասում ենք մրցակցային, բայց հավասար չեն։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը, այսինքն հները եւ նորերը մրցակցություն մեջ շատ մեծ ռեսուրս ունեն, ուրիշ չի առաջանում, ամայի է այնտեղ, չեն կարող օրինակ այդ եվրո քվեն ի վիճակի չի մրցակից դառնալու։ Հոկտեմբերի 27, մարտի 1, որ վերաթարմացվում է այդ նպատակով։ Չէ, դա ընդհանրապես օրակարգում պետք է լինի ազատ ժամերի համար։ Այ ազատ ժամերին, աշխատանքից ազատ ժամերին զբաղվենք, հիշենք դա կանխարգելող, որ հանկարծ էլ չլինի։ Դա ազատ ժամերին պետք է լինի։ Իրավապահ մարմինները պետք է դրանով սուսուփուս զբաղվեն։ Դա փակ է, դրանք ընդհանրապես գրիֆով են արվում։ Չի կարելի բացանել հակառակորդին, չէ, թաքնվողին, հանցագործին, մենք նախազգուշացնում ենք, ինչ գիտենք եւ ինչ ենք ուզում իմանալ։ Դա պետք է գաղտնի արվի, փակ արվի, մինչեւ հասնի դատարան։ Ինչու է միշտ աղմուկով ուղեկցում ամենը։ Որտեղ գործ չի, ես ասում եմ, նրանք չգիտեն, գործ անող չեն։ Ես չեմ ուզում անուններով ասել պատասխանատուներին, ակնհայտորեն պրոֆեսիոնալ չեն։ Նրանք նրանք հայտարարությունը անող են ու դա լավ են անում։ Ես միշտ բողոքում եմ, ասում եմ, որ լեզվի մասին օրենքը բարբառով, պետական լեզվով չեն խոսում։ Impeachment-ի հայտարարումը լեզվի սայթակում է, ինչպես դուք նկատել։ Թե ընդհանրապես դա վարկաբեկող բան է։ Ինքնա վարկաբեկում է, հայտարարեցիր պետք է անես։ Այսինքն դուք ուժերը չես չափում, բան ես սկսել, չէ, գործ ես սկսել։ Արդյունքը, այսինքն ձախողման հաջորդ այդքան անլուրջ, հա։ Այդքան դե ակնհայտ է, որ չի կարող դա լինել։ Ակնհայտ է։ Դա չի լինում ընդհանրապես, երբ որ 3-ը հետ կա, էլի, ասենք այսօր ամսի 5-ն է։ Հա։ Մենք չենք կարող ասել, դա չի լինում, անբնական է դա։ Մենք վատնում ենք պետական ռեսուրսները, մեր ծրագրերն ենք, մեր երկրի զարգացումն ենք մենք վատնում։ Հարկավոր է ծրագիր ներկայացնել։ Անձնավորությունը կարևոր չի։ Ծրագիրը բերեք, զարգացման ծրագիր, չէ՞։ Բոլոր բնագավառները տնտեսական, սոցիալական, արտաքին, ռազմական այդ ծրագիրը բերում եք, իմպիչմենտը հետևանք է։ Մենք պետք է տեսնենք, մենք եւ մեր ունկնդիրները ինչ են ընտրում, սրան հեռացնելով, ինչ են ընտրում։ Ինձ որ դուք հեռացրեցիք, հիմա ասեք ձանձրացա ազատ։ Մեկին պետք է բերեք, այստեղ չէ, այնտեղ պետք է մեկը իշավոտնուքի վրա նստած լինի։ Այսինքն չունենք մենք այդ ծրագիրը։ Impeachment-ը ենթադրում է, որ նա սրանից լավն է։ Այ ում որ մենք ենթադրում ենք, որ կբերենք, կընտրենք, պետք է լավը լինի, գործունյալ լինի, արհեստավարժ լինի։ Այդ դա չկա, ասում ես նրան հանեցինք, հետո ով է լինելու։ Հանեցինք, լավ։ Ինձ ուղարկեցիք, ով է գալու խոսելու։ Դուք մենակ եք խոսելու, այդպես է ստացվում։ Ես խորհուրդ եմ տալի փաստորեն օգնում եմ։ Ծրագիր ներկայացրեք եւ
քարտեզը, ճանապարհային քարտեզը, ինչ փուլերով դուք դա պետք է անեք, ձեր նպատակը եւ շատ ցանկալի է որ անձնակազմը շարք կանգնեն ձեր ապագա կադրերը, այդ դեպքում impeachment-ը մենք ենք անում, իրանք էլ չեն անի։ Ընթառաջ գնալով մեր ցանկությանը։ Այսինքն այս մթնոլորտում ենք ապրելու, թե Ցավոք սրտի ես հույս ունեմ, որ մի բան այդ դրաման եմ ասում, սպոնսորները թող վերջացնեն իրենց եվրոպական կռիվը։ Մենք ինչքան թափանցիկ ակվարիումի մեջ ենք ապրում, էլի։ Մեր բնակարանը Շուշաբանդ էինք ասում։ այսինքն Մոսկվան ազատվի Ուկրաինայից, գա Երևանով զբաղվի։ Մոսկվային հանձնարարում են, Մոսկվան երբեք ինքնուրույն այս կողմերում չի երևացել, որպես ֆորպոստ։ Ինքը Եվրոպայի ֆորպոստն է եղել Իվան ահեղեն ասում, իմիջիալից Իվան Սարսափելի է եղել, իսկականը, Գրոզնի չի, Սուրովի։ Ուրեմն Իվան հանձնարարել են որպես ֆորպոստ փակի վերջապես այդ տափաստաններից եկող արհավիրքից ու եւ Հռոմի պապը եւ բողոքականները շնորհավորեցին Իվան Գրոզնուն, ասեցին գրավի Աստրախան քեզ, իսկ Կովկասի համար այո Թուրքիայի թիկունքում մտի հայկական վրացական պետություններ սարքի, այսինքն Ռուսաստանը գործառույթ ունի եւ պարտաճանաչորեն երկու համաշխարհային պատերազմը իր տարածքում են եղել։ Երկրորդը գոնե որ մենք գիտենք ինչ գին վճարեց։ Անգլոսաքսոնների զենքը կռվեց Ռուսաստանի տարածքում։ Մարդ տվեց Ռուսաստանը, աշխարհը մինչև հիմա շնորհակալություն է ասում եկան 80-ամյակին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանին կհանձնարարեն այստեղ կարգ ու կանոն եւ անվտանգություն ապահովել, ինքը ջանքեր կթափի, բայց թափված ինչպես միշտ։